Ցանկանում եմ նաև նշել ամփոփ վիճակագրական պատկերը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով։ Ընդհանուր թվով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 34576 անձ։ Պիտի փաստեմ, որ մերժման դեպքերը 0 են։ Այսինքն մենք չենք ունեցել որևէ իրավիճակ, երբ մեր հայրենակիցը կդիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար եւ կստանա մերժում։ Չենք ունեցել որևէ մերժման դեպք։ Փաստեմ, որ նաեւ Ղարաբաղից տեղահանված անչափահասների թիվը երբ որ դիտարկում ենք, այն 28000 է եւ նրանցից արդեն 12000-ը անձնագրավորման եղանակով ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում նաեւ ուրախ եմ արձանագրելու, որ վերջին ժամանակահատվածում աճել է նաեւ դիմումների տեմպը։ Երբ որ մենք 2026 թվականի հունվարի 1-ին գործարկեցինք նոր պլատֆորմը քաղաքացիության դիմումների ստացման, մենք նկատում ենք, որ եթե անցած տարի, օրինակ 2025 թվականի առաջին կիսամյակում մենք ստանում էինք շուրջ 4000 դիմում քաղաքացիության մասով, 2026 թվականի առաջին 2.5 ամսվա կտրվածքով արդեն այս թիվը հատել է 5000-ը։ Մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների նաև պատրաստակամության մասին է խոսում ինտեգրվելու, իրենց հետագան Հայաստանի Հանրապետության հետ կապելու եւ մենք այո Թվայնացման եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ հարգելի ներկաներ եւս 2025 թվականի կտրվածքով, ինչպես նշեցի, ունեցել ենք մի շարք աշխատանքներ, նախաձեռնվել է համայնքային եւ քրեական ոստիկանության գործիքակազմերի թվայնացում, արտադրական վտանգավոր օբյեկտների եւս թվայնացման process-ում են գտնվում, որպեսզի մենք հստակ Հայաստանի Հանրապետության քարտեզագրման տրամաբանության մեջ հասկանանք, թե ինչպիսի վտանգավոր օբյեկտներ որտեղ ունենք եւ ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանանք հաշվել բոլոր ռիսկերը։ Վարորդական վկայականները եւ հաշվառման վկայագրերը լիարժեք եւ ամբողջովին թվայնացված են եւ ներհանրապետական կտրվածքով օգտագործման համար այլևս ֆիզիկական տարբերակները պարտադիր չեն եւ մեր քաղաքացիները չեն ենթարկվում որևէ վարչական պատասխանատվության։ Մեքենայի առողջարքի գործարքի ամբողջական եւ համալիր թվայնացում ենք ունեցել, Քարմիա Գովայեմ հարթակն է աշխատել եւ ես ուրախ եմ նշելու, որ մենք հարյուրավոր քաղաքացիներ ունենք, ովքեր մեքենայի առողջարքը կազմակերպում են հենց այս հարթակով եւ ուրախությամբ եմ փաստում, որ գոհունակության շատ մեծ ցուցիչ ունենք մեր քաղաքացիներից եկող, ընդհանուր մենք ստացել ենք նաեւ մրցանակ այս աշխատանքի համար Հայաստանի Հանրապետությունում հանրային նորարարության ոլորտի տրամաբանության մեջ։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ գործնական քննությունների համար արտահերթ մասնակցության հնարավորություն ենք նախատեսել մեր քաղաքացիների համար։ Քննական տրանսպորտային միջոցները հագեցվել է նաեւ տեսահսկողական համակարգերով ապահովելու համար բարձր օբյեկտիվություն քննական ամբողջ գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման հաշվառման գործողության արդյունքում ըստ էության տպագրված փաստաթղթերի եւ հաշվառման համարանիշների նաեւ փոստային առաքման մեթոդ ենք նախատեսել, որը նաև հարմարավետություն է երաշխավորում մեր քաղաքացիների համար։ Տրանսպորտային միջոցների պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդի ամբողջական թվայնացում ենք ապահովել, ինչպես նշեցի, քաղաքացիության շնորհման եւ դադարի դիմումները այլևս էլեկտրոնային պլատֆորմով ենք ստանում 2026 թվականի հունվարի 1-ից կայքն ամբողջովին գործարկված է։ Օտարերկրացիների կացության կարգավիճակների թվայնացման գործընթաց ենք նախաձեռնել նույն ազգային ժողովի կողմից նաև ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք այս ոլորտում էական փոփոխություններ կբերեն, փաստացի բնակության հիմքով հաշվառում ձեռք բերելու եւ այն փոխելու գործընթացը եւս թվայնացված է, զանգերի կենտրոնը միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւս թվային կառավարմամբ է աշխատում եւ ես նշեմ, որ հերթագրման համակարգերը նախարարության եւս ամբողջովին թվայնացված են եւ փակել ենք այն էջը, երբ որ հնարավոր էր հանրային ծառայություն ստանալու համար ընդամենը գործարքից 1 օր առաջ ստանալ համապատասխան հաղորդագրություն եւ անհարմարավետ պայմաններում գնալ կամ չգնալ, ինչու ոչ այդ գործարքին։